պիտա։ Որովհետև Ադամ և Եվան որոշեցին չարը գիտնան և որոշեն, ուզենք չար կամ ուզենք բարի։ Հետևաբար, այդ ասված հիմա գործանել սատանային, չարի գարելությունը գոյություն պիտի չունենա։ Ուրեմն ուզենք կամ չուզենք, պետք է ընդունենք, որ ասված իր տնօրինության մեջ համաձայնած է, ոչ որ Հիսուս համաձայնացավ ասբի ոգիով, որ մի քանի հազար, մի քանի միլիոն չեք դե տարի, աս գործանված երկրագունդը մի շարունակի ապրիլ, ուր սատանան գտիրապետ է և սատանային կամքն է, աս աշխարհի մեջ։ Հիսուս մեջվեցան, մարգարեները մեջվեցան, Հիսուսին խաչեցին, առաքյալներու չարչարեցին, եթե բարի հավատարիմ նվիրված քահանա վարդարեցական կհալածեն քեզի եւ այլն, սա աշխարհ գործանված աշխարհ է։ Բայց դա չի նշանակել ասված համաձայն է սատանայի հետ ասվածի մեջ։ Ասված որպեսզի մեզի կատարյալ գարելություն դա չարի եւ բարի, ասված ստիպված, սա ֆիլոսոֆայություն է, ստիպված արտոնեց, որ չարը գոյություն ունի։ Հետևաբար, որքան որ դուք գտվի, ասված համաձայնություն ըրած է, որ այնքան որ աս երկրագուրդը գոյություն ունի, սատանան ազատ է, որպեսզի Ադամ եւ Եվան եւ իր սերունդները ազատ են չարը եւ բարին տեսնելու եւ իրենք որոշեն, ես չեմ ուզել պարտացել իրենց, ուզեն կան բարի կամ ուզեն կան չարի հետ։ Հետևաբար այս դեր արտահայտությունը շատ խորը եւ դժվար ֆիլոսոֆիական դասեր հիմքը արտահայտությունն է, այսինքն Հիսուս կարա խոսքով ոչնչացնի լիգիոն կամ 1000 լիգիոն թողնա։ Հիսուս ասված է, բայց Հիսուս կհարկե իր համաձայնությունը որպես Աստված, որ աս աշխարհի մեջ արին պիտա սատանային ազատ գործած է։ Գիտեք, բանի գիրքն է, հոբի գիրքն է։ Ոնդը շատ դիալ սկիզբը սատանան գետա աստուծո խոսի։ Բարև ես սատանան եմ։ Դուք հոբի գեզիկ պաշտե, ուրեմն դու իրար այդս ապորտնում ես իրար հաջողին երախա։ Մի քիչ դու ռեստորան խանգարեմ իդյակը, բիզնեսը գործանեմ, ինը եւ դες նա քեզի պարտիտա կանոչ։ Եվ ասված կսկնա։ Դա նորից, ասինքն մի փոքր արտահայտություն է, ինչ որ հավիտենական, ասենք մարդու փրկagorցության մեջ կարևոր կետն է։ Ասված արտոնեց որ աշխարհը գոյություն ունենա։ Եվ ոչ ասված կարա Ադամ եւ Ավին ոչնչացել սեփսոչը մեջացավ, որսեցին, վադը դրեցին, թող երբ մեջացավ։ Բայց ասված այս երկրագունդը ստեղծելով արիտ դվա սատանային, որ կոյադև է, որովհետեւ մարդ արարածը կարա ընդրել շատ կամ բարի։ Այսինքն եթե դու համոզված ես, որ դու աստվածից որ համոզված ես, ցածկի։ Փորձում է սատանան գիտե որ շատ լավ։ Այո, իսկ սատանան տարավիրեն, միջալոց։ Հիսուս սատանան տարավիրեն։ Շատ լավ գիտեն կով է ընդրեց իրեն, դրա որ ուզում է խաբել։ Մի քիչ հաշիշ, մի քիչ ջին and tonic, մի քիչ սեքս, մի քիչ մանր մորցինաս։ Ավատ կետ եկեղեցի երտաս աղոտես։ Սպեց պակ եւ այլն։ Այլ այլ կյանք ես եւ դու։ Գալի կապուստանան տիրու է։ Ասել սատանան շատ լավ գիտի Հիսուսով է։ Եթե, ասիկն եթե ոնդեր ոչ թե որ ես չգիտեմ դու ես կամ ոչ, բայց եթե իրապես դու ես ասում որ ցածկի, ինչու վախնաս։ Այսինքն սպառնալի խոսքն է։ Եթե դու իրապես եպիսկոպոս ես, նա բացատրել ես ասի։ Շատ ակտիվ ես եպիսկոպոս եմ, բայց ինձ սպառնա ասել, ասկե դու կարաս բացատրել դիգամ, ինչ որ, Դավիթ պատվանդեր Խոզարածները փախան եւ այդ մասին պատմեցին քաղաքում ու ագարակներում։ Մարդիկ դուրս ելան տեսնելու թե ինչ էր կատարվել։ Եկան Հիսուսի մոտ եւ տեսան դիվահարին, որ լեգիոն ուներ։ Նստել էր հագնված ու զգաստացած եւ զարհուրեցին։ Ովքեր տեսել էին պատմեցին նրանց, թե ինչ պատահեց դիվահարին եւ ինչ խոզերին։ Եվ սկսեցին աղաչել Հիսուսին, որ հեռանա իրենց սահմաններից։ Երբ նավակ մտավ, դիվահարը նրան աղաչեց, որ նրա հետ լինի։ Բայց Հիսուս նրան թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա քո տուն, քո ընտանիքի մոտ եւ պատմիր նրանց այն, ինչ Տերը քեզ արեց եւ թե ինչպես քեզ ողորմեց»։ Նա գնաց եւ սկսեց տարածել Դեկապոլիսում, ինչ որ Հիսուսն արել էր իր համար, եւ ամենքը զարմանում էին։ Մի քանի գդեր ստացանք վերջացնենք։ Զարհուրեցան։ Եթե ես լսեմ մարդը, որ 30 տարի է, գերեզմաններու մեջ կհայհոյ է, ինքզինքը չարչար է, մարդկանց կվախցն է, ոչ արավոտ ոչ գիշեր ունի,
Մենք մենք տեսնում ասմարտ բժշկված մաքուր նստած ուրախանան վայ քսեվիչ հրաշք բայց ասմարտիկ վախցան սիրելիներ հետաքրքրան է Աստծո հայտնությունը սիրելիներ եթե Աստծո չես վաճառնար վախ պատճառ այս բարակային մարդիկ վախցան ինչու համար որովհետև իրենց բիզնեսը գործանվեցավ Մորցան, որ դիմաստին նստած մարդը 35 տարի է, գերեզմաններում մեջ կա հայոյեք որբլան մարդիկ ծեծե, վայլ ինքզիկ ծեծե, դա իրենց մարդ բոլորովին մորցվեցավ, իրենց բիզնեսը, խոզերը, դա մարկասինսին ներողություն վարտավետ խծում եմ ծկեմ էր գիվոտի դա, այսինքն հետաքրքրական է որքան մարդ արարածը գնախնդրե իր անձնական, ֆինանսական շահերը, փառքը, կանստե իր հավատքի զորացումը Քրիստոս իրենց ներկայության մեջ հրաշք կատարեց, մարդը որ անկարելի է պիտի եւ գսե միջալոց։ Գսե, քացերը քանի անգամ եւ չէ բժշկված։ Եվ ասում եմ բժշկվեր է, բայց իրեն գվախնան, դուրս գնախություն եմ դու մել էկոնոմիկ տնտեսությունը բաներ խանգարեցի, խախտվեցավ։ Իրենց էկոնոմին խոզերու բիզնեսի մեջն է։ Չտեսան աստվածային կողմը, որ նա բժշկեց, բրգեց, նորոգեց, այլ տեսան, որ իրենք փող գործունեություն են, դրամար վախցան եւ իսին խնդրում եք ցկեկնա։ Այո։ Հերանա իրենց կարակ երևակայել հերանա Հիսուսի նստել հերացին ինձ մե։ Ահավոր։ Համալսարանի աշակերտի պատմությունը պատմել եմ ցեզի։ Համալսարանի աշակերտ մգա։ Ես կաներ մեր ջեմարանցիներուն գիշեմ կամ մեր սակալակներուն։ Երիտասարդն է, որ շատ հավատացյալ է, եկեղեցի երթա փուրվար գնե, մոմ գբրնե այլն, եւ շատ հավատացյալ է։ Նախորդ համալսարան ընդունվի, այնտեղ Ամերիկա եւ այլն, այն մարդիկ ուրիշ նահանգ էր դա։ Նայես, եթե բաբա մաման արևելյան կողմ գաբրին, տան գետա արևմուտքի կողմը։ 5 ժամերում որ բաբա մամայի դերու լա, ազատ լա։ Որ աստղան գետա համալսարան ուսում դիդարնը։ Ոնց գերել, շատ հավատացյալ է, գաղութեքս ով դեր, չեմ դեր ոնց միտեմ ես, եկեղեցի եմ դիրանամ, մամայիս պապայիս դիրանամ Գուսամ դու հետս լաս։ Եվ Իսուս կայդնվի քսերեն ես միշտ կուետեմ, ուր որտաս ես հետեմ մի վաղներ։ Աստղան գետա համասրան, առաջի մի քանի օրերը ձունգի աղոտը հիսուետ խոսի, մի քանի շապատներ գաստի, տանք սիծարդնար բարեգամներ, աղջի դերտակներ, մի քանի շպատվեչ կսեն պարտի ունի կարի երտան, գերտա, խմել մի քիչ, բարել վայն, աղջի գամետ կսիրահարվի, կսին հարապերություն, օրմը բարանդես վիտնեմ, գինի խմել բարել, աստղան գակվի Հիսուս կայդնվի են։ Տանք սա ով դեր ծուկի ու կա, և այլն պարկես դեր, թացաշարագամ երկե, ռաշապահար աստված։ Հիսուս կսե, դեր որոշեցի այսօր քշել հելը տանցնեմ միասին, ստիլ խոսին, կսե վայ չէ, դեր, այսօր չեմ կարա։ Դեր կսես ամպոչ իրագուն թուսկեր եմ, աշխարը, ստենդակրուտ, եկերմ հետ կուզաման, դու չսիր ինձի, արի միասին ես անած կեչել, կսե բայց այսօր չեմ կարա, շատ սպաղաց եմ այսօր։ Իրեն անցնական շահերը, պարկ հաջիկները կերատասե Քրիստոսին։ Չեմ զերգար կաշ, բայց դերեկի դերակրական բանություն է, որը վերջը Իսուսը չեմ կարա հավատալ, որ դու չես զում ինձի։ Ես պիտի կամ հետ ետ, դուղանք դեր չեմ կարա քեզի բացատել, բայց ուր որ ես կետամ դու պետք չէ ներգարնաս։ Քսե չէ, բայց ես քեզ շատ կսիրեմ, ի վերջո, դուղան դուրս վեր, լաքսե դու հոս մնացի դեր, ես 3 ժամը կտանամ, դեր երևենք ու կա, ասի Իսուսին ցերկերը պատիվակիտ է եւ գքան է, թե դու հոս կեցիր։ Ես քեզ չեմ կարա դստանիք։ Ուրեմն գանը մեկ կյանքի մեջ է, գիտալով կամ անց կտնալու։ Որքան ռոքսեգով դեր հայ մեր սիրում եք, բայց գերատասենք մեր անձնական շահեր, խոզերը Հիսուսի վրա։ Խոզը իրենց համար էկոնոմիկ էր, ավելի կարևոր էր, քան դրաշքը, որ ասմարտ բռնվեցավ։ Եվ ես կարծեմ սա կարևորագույն դասն է ամբողջ պատմության մեջ։ Թե ոչ հիանալի պատմություն է, Հիսուս հրաշագործ է, հրաշքգործ է, եւ ասմարտը որ հիվանդ է բժշկեցիր է, դա մենք պատասխան գավատակ եւ դրդունի։ Ինձ համար այս օրավես նույնքան կարևոր է ասկետը, որ ես հիշեցի։ Արդյոք մենք արիսուն ասում ենք մեր ամենօրյա սպալ կյանքը ավելի կարևոր է մեզ համար։ Մենք քեզ գտանք Կիրակի առավոտ մի քանի ժամ։ Լավ գնա ժամը 11-ին հոներնաս, որովհետեւ կարևոր ուրիշ բաներ ունենք։ Ատյեվեջ արևս մենք էլ գործ ունենք։ Ինչեւ կար Կիրակի նորից ուկանք։
Դե կարելի է երթամ 4-7 օր բանց բազարի սուր գիտին։ Բայց այս է, ուրիշ ժամանակ չունի քեզ համար։ Եթե ուրիշ ժամանակ ուզես, քեզի խաչեք, մենք չենք ուզում քեզ։ Մենք ունենք մեր խոզերը մեզ համար կարևոր են։ Ավելի գերած ասեք։ Թիվահարի վիճակն է հետաքրքրան է։ Թիվահարը անշուշտ անձամբ ուզում է Հիսուսի հետ լինել, բայց Հիսուս չի եկած ֆիզիկապես 2000 տարի առաջ բարեկամներն է, իր խումբը շիլը, ելան երթալ եւ այլն coffee shop սուրճ մնա։ Հիսուսը եկած է մարդկությունը բրգելու համար։ Մարդ գուզե Հիսուսի ներկայության մեջ մնա, ամեն քսա գուզենք Հիսուսի ներկայության մեջ մնա, դա կարևոր կետերը մեկն է, որ մենք եկանք հատարակին, եկեղեցին, որ երկու հավաքվի ես այնտեղ եմ սեներտերը, ոնց որ աստղային սա ես հետ դրան։ Հիսուս իրենցավ կնա ընտանիքի բարեկամներու քարոզել։ Ինձ համար դա ավելի կարևոր է, քան դու հետ ստաս ֆիզիկապես։ Որովհետեւ ֆիզիկապես մի քանի ամիս մեջ վիրտամ այդպես։ Ես եղած եմ առաքելություն կատարելու, որը քարոզել ավետարանը։ Գնա ընտանիքի բարեկամներու քարոզել ինչ տեսան, եւ ինչ լավ քեզ դա ավելի կարևոր է։ Իվերջո մի քանի կետ մարգաստեղսեմ, Թեգաբոլիս բառը կարևոր է։ Թեգաբոլիս հունարելով կամ Դեկապոլիս գրշակե 10 քաղաքներ Դեկա այսինքն 10 Բոլիս քաղաք Կոստանդնոպոլիս Կոստանդնի քաղաքը Որովհետև Դեկապոլիս 10 քաղաքներ էին Երուսաղեմեն հիշիս արևելք սահմանի վրա որում բնակիչները մեծամասնությունը հույն էին հրյա չէին հիմա սա գաստադե որ Հիսուսի քարոզությունը միայն հրյաներու համար չէր նաև գնաց Դեկապոլիս հույներու բնակած քաղաքներ եւ որտեղ ոչ թե միայն քարոզեց, այլ հրաշքներ կատարեց, որ նաև գվգայե որ Հիսուս ինքն է Մեսիան, որը քնված է որ Մեսիան կա, պիտի քարոզե նաև հետանոսներուն։ Այդ համար դա Դեկապոլիս հիշելը անանք բարձրապես աշխարհական բան չէ, իմաստ ունի, նորա սուպոքին բայր ասպարը, որովհետեւ նրանք որոնք զուշտավ գարտան հասկան որ ուրեմն ուրիշ փաստն է որ աս Հիսուսը Մարիամի որդին ինքն է Մեսիան, որը Մեսիան պիտի կարոզել ոչ թե գլխավորաբար հрьяներուն, բայց նաև հետանոսներուն։ Եվ ավասիկ փաստն է որ Հիսուս հետանոսներուն կարոզեց։ Որևէ հարցում այսքան կարող ենք այն դատողությունը անել, որ եթե մնացած դեպքերում Քրիստոս ասում է ոչ ոքի չպատմեք, այս բառագայում ասում է որպեսզի հեթանոսների մեջ։ Ես մի բան մտածում եմ, բայց տեսեք ընտանիքիդ չի ասում գնա գյուղի մեջ տարածը։ Արդեն գյուղը տարածվեցավ եւ վրընտեցին։ Լավ է չսպանեցին իրեն։ Եվ սա Հիսուս մեծ ուրախությամբ սկսեց որ դա քարոզություն դակավին պետք է շարունակե։ Բայց իրեն սա եթե սխալված չէ, կսե հոսե։ Գնա քո տուն։ Քո ընտանիքի մոտ եւ բադմիր նրանց։ Չի սերքնա փողոցները դարա Ղազարոսի բարակայինս է, հասեք փողոցներ եւ տարածեցեք, մերյանները հարություն կանեն, գույներով աչքերը կբացվին, աթամաժները կքայլեն։ Ասպարակային, որը մարդ ուզեց ծևով, եթե ես սխալ չեմ մեկնաբանել, մարդ իրավես ասում է, տեր ես ուզեմ քո ընտանիքի անդամ լինեմ, ես պատրաստ եմ գյուղս, քաղաքս նակիցքեմ, կամ հետ ապրեմ։ Եվ Հիսուսն ասում է, ես իմ ընտանիքս, իմ դուրս աշխարհի մեջ չէ։ Դու բանը պիտի շահիս հետս կարող։ Ես եկած եմ քարոզելու։ Դու եթե ինձ կսիրես, գնա վկայե, գնա քարոզեք քո ընտանիքից, ինչ որ դու սովեցար եւ ապրեցար այս փորձառությամբ։ Ես ասեմ, այս է դինամիզմ այս երկխոսության։ Մարդը պատրաստ է տունը ցկել, որը Քրիստոսի ներկայության մեջ եղավ եւ վայելեց այդ ներկայության շնորհները եւ օգնությունները։ Ոնց որ Պետրոս Արաքյալ, հիշեք, այլագերբության տոնի մեջ Պետրոս Արաքյալ հրաշքի մեջ Պետրոս Արաքյալ ները կբարձրանա Հիսուսի հետ։ Հիսուս կայլագերբվի, Պետրոս Արաքյալը գսե ով Տեր, լավ է մեզ համար հոս մնանք։ Երեք վրաններ գշնենք, մեկ հատ Թեզին, մեկ հատ Եսային, մեկ հատ Մովսեսին եւ Յային։ Դա մի քիչ տարօրինակ արտահայտություն է։ Պետրոս Արաքյալը, եթե գարտանք իր մասին ավետարան, շատ գործնական մարդ էր, շատ բիզնես մարդ էր, ինքը որ ասես դե ուշացանք, լավ է երտանք։ Ասես դավոլ իրեն գաներներ նշաններ։ Ուրեմն ինքը որ շատ ինքը որ ծգնորս էր, բիզնես եւ այլն։ Մի անգամին որ Քրիստոսի ներկայության մեջ եղավ, ամեն իր արժեքները բոլորը մորցրեցան, քսետեր հոս մնանք։ Իջալոց Պետրոսը ամուսնացած է, ընտանիք ունի։ Զոքանչ մապա ունի, ասանա մորցավ եւ ասավ հոս մնանք։
Դա կարևոր կետն է, որ դա կփաստե, որ Քրիստոսի ներկայությունը մեզ անակ զգացում կտա, խաղաղություն, սերմը, հանդարտություն, համերաշխություն, լույս, որ մարդկային օրեր մենք չենք ամենօրվա մեջ չենք բաժված տեսնել։ Դրա համար ոնց որ Պետրոսը ասավ Տեր հոս մնանք, ասմարտն որ բժշկվեցավ, Տեր գուզեմ հետդ կամ։ Այդ Պետրոս Արաքյալի զորքանց մամայի բաղթուն լսած եք։ Որ բժշկեց։ Որ բժշկեց։ Որ ես չսեմ։ Այդ մեղքը չկործեմ։ Լավ, շարունակենք։ Հարցումներ կանաս խոզերու մասին։ Եթե չկա, շարունակենք։ Հա, ժամ 8 դեգուզեք, հայտնեցրեմ գնանք։ Ինչ մկարտան կամ ոչ։ Կարտակ, լավ, ռամեսյան։ Ով բզե կարտակ։ Երբ Հիսուսը դարձյալ լճի մյուս կողմն անցավ, նրա շուրջը մի մեծ բազմություն հավաքվեց, եւ նա լճի եզերքին էր։ Ահա եկավ ժողովրդապետներից մեկը, որի անունը Հայրոս էր։ Երբ Հիսուսին տեսավ, ընկավ նրա ոտքերի առջև։ Սաստիկ աղաչում էր նրան ու ասում, որ իր դուստրը մահամերձ է, որ Հիսուսը գա եւ իր ձեռքը դնի նրա վրա, որպեսզի առողջանա եւ ապրի։ Հիսուսը գնաց նրա հետ։ Նրա հետ գնում էր նաեւ մի մեծ բազմություն եւ նեղում էր նրան։ Ժողովրդապետ նշանակե հրյա էր, նշանակե խորհրդի անդամ էր, ասին գերագույն խորհրդի անդամ։ Մեծ պաշտոնյա։ Այդ տաղի մեջ, այդ քաղաքի մեջ ժողովարան կար, որը Երուսաղեմից մի քիչ հեռու էր, տաճարը չէր։ Եվ այդ ժողովարանի վարչական անդամների մեկը Ասմարտն էր, ժողովրդապետ։ Կամ Ասմարտը հավատացյալ Քրիստոսի, ոնց գիտեք, հավատացյալ էր, որովհետև Հիսուսի տեսավ ընկավ նրա ոտքերի։ Հրյաները ծուգի ու կային միան Աստծո համար։ Գնահատակներին զոհվեին Դանիել մարգարե մեզի կպատմե Նաբուկոդոնոսոր цаրի մասին, հռոմեացիները փորձեցին ծուգի կալ միան Աստծո առջև։ Քրիստոսի ոտքերուն ընկավ, նշանակի արդեն ընդունում է, որ Քրիստոս Աստված է։ Եվ սաստիկ աղաչում էր նրան ասում, եւ դուստրը մամերձ է եւ խնդրեց, որ Հիսուս ետա ցերկը աստծիլը կարևոր է 5 տաղարանի մեջ օրինակներ ունենք, ուր ներյալ մարդը եւ իսե մարգարեի ոսկորներով ակտներ եւ դիբժշկվի։ Լավ, եւ այդպես ուրիշ արամ մի քանի մարգարեություններ կան, ուր հիվանդ մեկը դիբժշկվի, որը դիպչի սուրբ մարգարեը կամ սուրբ մեկը։ Ասպարակային աս Հայրոսը, որ հավատացյալ հրյա է, ժողովարանի բեդերից մեկը, Հիսուսին սեգուր դիպչի, որ ես գիտեմ, դու դիպչիս իմ դուստրը դիբժշկվի։ Եվ Հիսուս գնաց արդեն իր համբավը տարածվել է, ժողովուրդը գերել մնավել իրեն։ Հարցուբերգաս գետի մասին, որ ուզում եմ շուտ վերջացնենք, եթե գա, եթե ոչ, անցնենք ույս բարբերության, ով կարա շարունակե։ Վայ, ագասյալի գերը հոն է, ես չեմ տեսած իրեն։ Պետք է գարտաս։ Մի կին կար, որ 12 տարուց ի վեր արնաուսություն ուներ։ Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ ավելի էր վատացել։ Երբ լսեց Հիսուսի մասին, բազմության միջով եկավ նրա հետևի կողմը եւ դիպավ նրա զգեստին, որովհետեւ մտքում խորհում էր, եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կբժշկվեմ։ Նրա արյան աղբյուրը իսկույն չորացավ եւ նա իր մարմնի մեջ զգաց, որ իր ցավերից բժշկվեց։ Այդ նույն պահին Հիսուսը զգաց, որ զորություն դուրս եկավ իրենից, շրջվեց դեպի բազմությունը եւ ասաց. Ով դիպավ իմ հագուստին։ Աշակերտները նրան ասացին. տեսնում ես, որ ժողովրդի բազմությունը նեղում է քեզ, իսկ դու ասում ես, թե ով դիպավ իմ հագուստին։ Հիսուսը շուրջն էր նայում, տեսնելու, թե ով արեց այդ։ Եվ կինը զարհուրած ուտողալով նրա համար, որ գաղտնի էր արել, որովհետեւ գիտեր, թե ինչ է կատարվել իր հետ։ Եկավ ընկավ նրա առաջ եւ ամեն բան ստուգությամբ ասաց։ Հիսուսը նրան ասաց. դուստր, քո հավատը քեզ փրկեց, գնա խաղաղությամբ եւ բժշկված եղիր քո ցավերից։ Շնորհակալ։ Սկսենք հարցումով մեջ դեմենգապանենք աս։ Լավ Հայրոսի դուստրը ինչ ավ։ Բայց չեվա։ Նա հետ գնում էր, նաև նրա հետ գնա մի կան բազմություն է, Հիսուս գնաց նրա հետ, բայց ինչ ավ, չհասկացանք։ Խմբակական սխալն այստեղ։ Լավ, չեք գիտեք, չեք գիտեք, ոնց անստիկ բույս պատմության։ Իմաս
Արյունահոս դիվին։ 25-ից 25-ա թռնում, կարող է Թաղնի է մի սրան։ Պատմության կեսին, նրա մասմետ խոսիկ չմը, չեմանանական դասխոստուկի տապսիշեսուր։ Պատմության կեսին աս ուրիշ տապ շունի է։ Ասկինը ահավոր ուր են ենք, արդեն տարիները հիվանդ է, մարդու բես բժիշկներ կացել է չեն բուժված, ամեն փողը ծախսել է մսկարել և չի կապիչ։ Որոշեր էր տալ տպչիր Քրիստոսին։ Գիշեք հայրոսի բարակային, սարիգուր տպչիր և ինք բժիշկ։ Ասկին նույն բանն է, ասկին ինք կերտ կա ասանքան։ Եթե միան տպչեն նրա հակուստին, դը բժիշկվեր, բժիշկվեր։ Ուրեմն հավատքով լեցված կերտա խճողում, տիրում բան չէ, էլ որ 2000 տարի առաջ հրյակիմը, որ հիվանդ է, ելլա ժողովրդի մեջ մտնե, բայց պայքարեցավ։ Հակարակ այդ հագա հոսանքին, ավանտույթ և այլն պայքարեցավ և շարունակեց, մղված իր հավատքով։ Գնաց և հասարություն ծվավ Հիսուսին շաբիքին։ Այ, արակ ելավ, լավ։ Հիսուսի հարցումը մի քիչ անիմաստ է, շատ կներեք։ Ով թիվավ իմ հագուստից, դու ամենակալ ես, ամեն ինչ գիտես, ինչ ով թվավ։ Դու գիտես անցյալ ովական, ով թվավ ինչ հարցում։ Ինչու խայտարակ ես խեղճ գրոչը, չէ, դու ամեն ինչ գիտես, ով տեր։ Եվ առակյալները, հանրություն, առակյալները ավելի առակյալները կսեն stage գիտեն ենց, հայրոք չնոց, առակյալները ավելի գզորացել են գելը, կսեն դու խոջողումին մեջ ես, այն մարդ կեզ գիտեմ չի, բոլորը լուչունի ինչի մասել է խոսում։ Հիսուս չէ զգացի ես մեկ մոտ, ասիկն Հիսուս զգաց, որ մեկն իրեն մոտեցեր է, բժշկության համար տպչեր է, որ իր աստվածային ուժերով բժշկվի։ Դա Հիսուսը զգաց։ Եվ այդ համար կեդրավ, ամբողջ աշխարհի առջև, հայտարարեց մեկ մինչի տվավ։ Աշակերտները ավելի զորացուցին աս գակատնագետեսին, դեր ինչ ես ասում։ Ամեն որ չէ ես ամեն որ ստիվեց կնոջս է ես էի վարտավետ։ Եվ հոսք ու կա կարևորակույն ասամենը, դուստր քո հավատդ քեզ բրկեց։ Այսինքն ոչ թե ես կախարդ մնեմ, ոչ թե ես որը որ կուզեմ բժշկեմ, բայց դու արտահայտեցիր քո հավատքդ։ Հակառակ որ հիվանդ ես, այս կանդարի ամբողջ հարստություն ծախսած ես հիվանդություն բուժելով չես հաջողված, շարունակեցիր, եկար հետապնդեցիր սպիտալ, ծրճար ինձի հավատքով, քո հավատքդ քեզ բժշկեց։ Սա է գետրոնը այս երկու բաղբություններ չեն։ Հայրոսի աղջիկը սկսավ, չաստակ իչավ, աս բաղբություն մեջ մլավ։ Ասվածաբանական այս բաղբնվածքին գոշվի sandwich theology։ Մեկ կոմը հաց գնե, վեչ ամբուրգեր գտնե, վեչ միշ կոմիս հաց գտնե։ Կարևորակրին չէ, ամբուրգերն է, միս ուդելն է։ Երկու հացերը բարձավես համեմ գավեցն են։ Այս ոջը տարածված է ասվաշունչի մեջ։ Գոչվի խիաստիկ կամ քայաստիկ ծև, որ ինչ նշանակ է։ Բադմված կդիսկսիս, բան մկսես, վեչ շանակես ուրիշ բ մկսես, վեչ գն գսես, վեչ գետրանցում սեք դգլնա, հոն գուդացբուն բատկամ ինչ որ է։ Ետ գտարնաս հայերի բես կարծագանքվի գ բրիմ, բ բրիմ, վեչը ա բրիմ։ Եվ աս ան, ա բրիմ, բ բրիմ, դա իրարու կարծագանք են, իրարու հայերի նույն թեմաներն են։ Մի քիչ դասոխոսություն վերջացնենք։ Գոչվի խիազմական գառուցված, chiastic structure, տարածված է ասվաշունչի մեջ։ Բատմվածներ կան, որ անիմաստ կմնան, որ պետք է այս գազմը հասկնանք։ Առաջի հեղումը գլա ա, վեչ գապ չունի, երկրորդ հեղումը գլա բ, գադեմներ երորդ հեղում ար գլա գ, գա շատ քիչ կա հովել մարկարայի մեջ, չորրորդ հեղումը դար գլա, բայց կարևորը այս սանդվիչ մեթոդի մեջ նպատակը պատկամը գետրոնի մեջն է։ Կարնալով այստեղ, եթե գանենք որպես գրական միավոր, հայրոսի բադմության երկու բաժինները մեջտեղն է այս կնոջ բադմությունը։ Եվ այս կնոջ բադմության կակատնագետը քո հավատքը քեզ բժշկեց։ Հիմա գտանանք գարտակ այդ բարբերությունը, դեստանք, որ նույն բանը պիտի արձագանքվի հայրոսի բադմության վերջավորության։ Հայրոսի բադմությունը սկսավ, ով դեր աղջիկս հիվանդ է, վերջանա աղջիկը բժշկվեցավ։ Եթե դու դպչիս աղջիկը բժշկվի, Հիսուս քնած դպչեցավ։ Նախ կին հիվանդ է, ինը բժշկվեցավ։
Դինստավ թվչիմ դիմեժշկիվին Հիսուսը մեկ մը թվչեցավ ինձի արաքյանները շին ամեն մարդ կողմը դե մեկ մը պետք է դվածնա մեջտեղ գլա ով գին կողավակ դիտքես բժշկես սա քրական մեթոդն է մեզի հիմա մի քիչ օդար է խորտ է մենք չենք ասա բայց արդյոք առաջի դարու Հիսուսը առաջ Քրիստոսը մեջ հունական լատինական քրականությունը լեցուն է աս ինչ որ ոչվի խիազմական կամ կայաստիկ գալուց structure եւ հոսե քույնավոր որ դեսնակ ան աբրիմի դարձականացը օրինակ մտամ ցեզի որպես տեսնակ հովեր մարգարեությունը սա է շատ կսեմ որ մի քիչ ակադեմիկ բան է հոգեվոր չդիան տեսեք եւ դուք իմանաք որ ծեր ասված Եհովան է բայց ուտան բնակեցավ լինի տարավոր եւ Երուսաղեմը սերունդեսերունդ նրանց ում նախնիներում մեղավոր էին համարում էին ամենը սա դարձականքի ասուր է սա Երուսաղեմ սուրբ վայր գնա ստեղ Երուսաղեմ ասում է վայր գնա եւ ոչ մի օդարական այլևս չի անցնի դրա միջով Եգիպտոսը ամայի գտարնա ասում օդարականներն էին որ գտարային Երուսաղեմ Եգիպտոսը ամայի գտարնա Եթոմը անմարտաբնակ ամրակ որովհետեւ Գետրոնի ինչ գլա 18 այդ օրը լերներից Փաստրահամ դինի գտապի եւ այլն ադե խիաստիկ գազը որ դստենք a bg Գետրոնը դն է մեջ գբրիմ ապրիմ շատ չեմ ուզել ավելի շարասի ինչ ակադեմիկ բաներ բայց երախտական են ժամանակ ինչպես սա քրական ոչմն է եւ այդպեսով աստվածաշունչի հեղինակները փոխանցեին իրենց պատկանը երևա պարտանալով հիմա այստեղ այս ամենը մտի արվելով ով գուզե մեր վերջի բարբերությունը դարձա վերջի բարբերությունը այսօրվա երկու րոպե Ինչ Հիսուս այս է խոսում ժողովրդապետի տնից ոմանք եկան եւ հայրոսին ասացին որ դուստր մեռա եւ ինչու ես ներություն տալիս վարդապետին իսկ Հիսուսը եւ գսեց այս խոսքերը ժողովրդապետին ասաց մի վախենա այլ միայն հավատա եւ ոչ ոգի ցույց տվեց իր հետ գնալ բացի Պետրոսից Հակոբոսից եւ նրա եղբայր Հովհաննեսից Հիսուսը ժողովրդապետի տուն եկավ եւ տեսավ մի մեծ իրարանցում լացուկոց անողներ եւ աղմուկ աղաղակ մտնելով ներս նրանց ասաց ինչու եք իրարանցել ու լաց լինում Երեխան մեռած չէ, այլ ննջում է, սակայն նրանք ծաղում էին նրան, իսկ Հիսուսն ամենքին դուրս հանեց իր հետ, վերցրեց երեխայի հորն ու մորը, ինչպես նաև նրանց, որի հետ էին, մտավ այնտեղ, որտեղ բարկացել մանուկը, Հիսուսը բռնելով մանկան ձեռքից, ասաց նրան, տալիթա կումի, որ նշանակում է աղջիկ քեզ եմ ասում, վեր կաց, աղջիկն իսկույն վեր կացավ եւ քայլում էր, քանի որ մոտ 12 տարեկան էր, ամենքը մեծապես զարմացան, Հիսուսը նրանց խստի պատվիրեց, որ ոչ ոք այդ մասին չիմանա եւ ասաց որ նրանք ուտելիք տան։ Այո։ Ասում շատ հստակ է, բայց ուզում նույն ասել, ինչ աշխատել է շեշտադրել հավատք ինքը բժշկել։ Իրենցին մերավ աղջիկ դալիս մի հոգեսեր պարտավորին, ասեմ մի վախնալ այլյան հավատա։ Ցեվոբը հաստատե որ այս ամեն պատմվածքի թեման այս է։ Եթե հավատաս, հրաշք կպատահի։ Միան հավատա եւ աղջիկը կապրի։ Եվ աղջիկը ապրեցավ։ Մի քանի գետեր արեցել եւ վերջացնեմ։ Հերակրանը վերջի համարը, որ նրան ուտելիք տան։ Մերտերը աստվածապանության մասնագետ չէ։ Մերկետը հայր մնե, մերտերը, որ կողքա մեր մասին։ Եթե ասացիքը մեռած է, ուրեմն անոթի է սոված է, ամիջապես է կերամուր կերեկել։ Այսինքն հետաքրքրված է մտահոգ է, որ այս անձը հանգիստ լա Ողացած լա, քանի որ մեռած է, սոված է, ամիջապես կերամուր կերեկել։ Հետաքրքրական արտահայտումն է, որ շեշտադրե Աստուծո քուրքուրանքը իր ստեղծագործության հանդեպ։ Ոչ թե խիստ, դիկտատոր, պատիժ եւ այլն, այլ քուրքուրանք նոր արտացավ սոված է, բամդանք է։ Մի քանի կետեր ունի։ Հետ արավ Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես երեք կարևորագույն առաքյալները, որոնք Հիսուսի հետ են այլագերբության պատմվածքի մեջ, նրանք ունեն Գեթսեմանի պատմվածքի մեջ, երբաբար աստվածաբանները սահմանում որ Հիսուսի առաքյալները երեք խումբերում կպաշտվին։ 72 հոգի, որ իրենք հետևեին միշտ ուր որ երթալ, 12 առաքյալներ, որ միշտ հետնեին, ապա երեք առաքյալներ, Պետրոս, Հակոբոս եւ Հովհաննես, որ կարևոր բաներ ունի կյանքի մեջ մերտել իրենց, հավանաբար ավելի կվստահել իրենց կամ ավելի հոգևոր հարաբերություն ունենալ, որ Հիսուս որպես մարդ կարիք կսկար իր կարողության մեջ։ Այս կանցիներ, եթե հարցուներ կան, այո լավեցեք։
ոչ 100%, որովհետև կախում ունի խնդրած այդ ինչը որ ուզում ես։ Այսինքն ասված մեզ շատ ավելի լավ գիտի, ես կայ ուզում եմ որ իշխեն ուրիշ 30 տարի առ Էջմիածին մնան եւ ասպաշտոնը շարունակեմ, բայց ասված դերևս իմ ասխնդրանքից չպատասխանել, կամ չի դա, որով ասված ես պետք է դամ Աֆղանստան եւ կարոզեմ, դա ինձ համար ավելի լավ է։ Ուրեմն ես որքան որ հավատքով աղոթեմ ով ասված ինձ պահի Էջմիածին ուրիշ 20 տարի եւս որովհետեւ կարոզեմ, ասված դերևս չի պատասխանել, ինձ ուրիշ դեմ է պատասխանել, որով ինքը ինչ լավ է, ուրեմն անանք մի քանի բան չէ, հավատքով խնդրեմ ասված կտա ինձ, ոչ։ Հավատքով կխնդրեմ, եթե ինձ համար ասված, տեսնա որ դա կարևոր է, ասված կկատարե։ Բայց ասված ինքն եթե խնդրածս ինձ համար կարևոր չէ, չի դա։ Ինքն է ասվածն է աղբյուրը հրաշքի, եւ ոչ թե իմ կեցվածքը։ Իմ կեցվածս պայման է, որ կարևոր է հրաշքը կատարելու համար, բայց հրաշագործ ինք ասված է եւ ինքը որոշ է։ Ասված դա կարասե ոչ։ Ես իմ չեմ ուզում քեզ բժշկել։ Զորակ մի քանի բան ամիսական չէ, բայց այո, եթե հավատքով մոտենանք եւ ասված մեզ գսիրե, եւ այդ մեր խնդրածը մեզ համար կարեւոր է ասված գիտի, մեր հավատքի համար, ըստ աս արագներում կամ պատկերացնում, ասված կտանես։ Խնդրե գդրվի քեզ քսե ասված։ Ուրեմն հարաբերությունը կա, բայց ոչ թե ամեն անգամ որ բանը խնդրես հավատքով, ասված քեզ մի տա, ոչ։ Դրա մասին առաքյալ հստակ ասում եմ, խնդրեցիք եւ չստացաք, որովհետեւ ձեր ցանկության համար խնդրեցիք հատկապես Հովհաննես ասում է, մտեք ըստ նրա կամքի եւ հետո։ Շատ ճիշտ։ Նրան ուտելիք տան, աղջիկան, չեմ արձեր ինքին պիցա մտրեք, ասեմ աղջիկան, ասա իմ ասկեսա մեր հարապարական գրության մեջ միշտ իշված էր, որ կետն է, որ կշեշտատրե աստուծո սեր խնամք կուլտուրանք իր ստեղծագործության հանդեպ։ Ասի ոչ է, հիմա գրես բժիշկներ կագմնան վիրահատություն բան գրել, եղան դուրս, իման դե վեժոս է, բայց ոչ Հիսուս հետաքրքրված է վիրահատությունից հետո, ինչ միլաս է դասատյան, գերագուր պերեք իրեն, հոգ տարեք իրեն պոստ-տրավմա։ Սրբազան, բայց Հիսուսի հետհարդենական հատվածը, որ ինքը գնում է հայտնվում է առաքյալների մոտ, ու ասում է, որ իրեն ուտելու բան տան, ու այս իրավիճակի հետ ես նմանություն եմ գտնում, ու ասում եմ, որ այդ ասում էր, որ ցույց տա, որ ինքը հարություն առել մարմնով, ու նույն ձևը լավ չի արդեն վերակենդանացել է մարմնով, ու ոգի չի, էլի, այսինքն հաց է ուտում։ Դա դեռ, այո, ասում որ ֆիզիկապես մարմնը ապես է հարությունը։ Լավ։ Հիսուս, կարելի ադր, անիմաս, այդ գոմն արգա, այո, այսին չկարծեք, որ բարձրես հոգևես կամ երևույթ արես, ֆիզիկավես ման արես արգունարը։ Բայց անշուշտ այդ մեսիանիկ կաղնինք տեսնակ չէ, որ ոչ ոք այդ մասին չիմանա, նորից ասում է, լիսեք իմանա, որ ինքը հարություն արավ։ Բայց արդեն այդ գյուղի այդ մարդիկ գիտեին, չէ՞։ Այո, կարասու եմ շուտ, ընդանավես, որ հրաշք է Հիսուս, գյուղը գծիկ է ուրիշ դեր է։ Այո, ամսեք։ Միշտ բոլոր դեպքերում ասում է այդ մասին չիմանա, բայց նախորդ պատմությունից նա ընտանիքի չպատվիր։ Ընտանիքի։ Չէ, ասի նորեն նույն պատասխանս կտամ, ընտանիքի պատմելը մի բան է, որ ընտանիքը ենթադրվի, որ ընտանիքը փարիսեցիներն եւ ինչու ասում եմ մի տարածակ խոսքը, որովհետեւ փարիսեցիները եւ սադուկեցիները եւ դեպիրները լսել, որ ինքը զինքը ներկայացում որպես Աստված, հրաշագործ Աստված, մի քան եւ սպանեն իրեն։ Եվ ինքը չկարողանա առաքելություն շարունակել։ Հետևաբար ասում է, կամ սերմեկում միսը կամ գցկե գյուղ ուրիշ գյուղ կտա։ Բայց այդ մարդու սակնա ընտանիքից է, այսինքն քոնը կնա ընտանիքից վգայ է, որ իմ կարոզություն շարունակվի ընտանիքիդ մեջ։ Ի վերջո, մի քանի շաբաթ վերջ կամ ամիս վերջի միլիսը ամբողջ աշխարհի տարածեցեք այլևս, որովհետև կարոզությունը վերջացավ, արդեն հաստատեցի։ Ուրիշ հարցում չկա։ Հարցում ունեմ, բայց այս թեմայի հետ չէ, աղոթքի հետ կասած, կարամ թեմնա միշտ հարցում։ Չէ, սիրով, ոսեք արավ։ Չէ, իրանց ժողովրդին չսպասած։ Լավ, ուրեմն վերջը մենք խոսենք։ Հա։ Սրբազան այ, ուրեմն 2020-ի պատերազմին ես որ եւ որ կողմից զինվորներ ունեի, շտաբի շտաբի պարտադիր զինվորական էլի։ Ուրեմն մեկը մկրտված էր, մեկը չէ։
երկուսի համար էլ աղոթում է, դե տարբեր տեղերում են իրանք։ Ուրեմն մկրտվածը ողջ մնաց հրաշքով։ 10 քանյոց տենց անտառներում բանտեն պիկետ եկել հասել էր, գլուխ չունեն իրանից։ Իսկ այն մեկը զոհվեց, որը որ մկրտված չէ։ Հիմա դա կապ ունի մկրտության հետ։ Ոչ։ Չէ, հա։ Ոչ։ Չէ։ Անդր համատիմ, մուսուլմաններ ասեն մկրտվի, որ չնեն, չէ, կապ չէ։ Դա ինքը իշխես անեկդոտ անալսացիզ։ Մարդը որ շատ սիգարետ կծխե, ծխախոտ, շատ։ Կորոշե օրը դունից դուրս գելա, գտեսնա հողագավորություն թաղում մարդը մերած է։ Կսեն ասմարտ ինչ է մերալ, իրենք կսեն բարեն ասմարտը շատ կծխե։ Եվ թոքերու կասեն մերալ։ Կսարանա, դնոչ կսե, ես այս կտագև չկա, ծխախոտ չեմ խվեր։ Իրենք կսե շատ ուրախ են սերիս կոնե առողջ կյանք կապրիս, բայց ինչու կսե, եք հիմա տեսալ մարդ մերել է ծխախոտից կսե, դա բան չէ, իչ ծխել։ Իմ նահանգրոջ ամեն սիգարետերը բանը թափե, բայց չեմ ծխել։ Գցկե գետագործի, իրիգունը ետ դում կտարնա, վերադարձին դեսնա նորից թաղում։ Կսեն մարդ ինչից մահացավ, թաղում են նորից, կսեն մարդա չուր առողջ է, մարզիկ, չեմ դեմյան, մահացավ։ Դուք տնակ կսեն, կեր սիգարետը դորից կծխել։ Իմ կսեն ինչ չնավ, ինչ ժամանակսի չեմ ծխել ալևես։ Կսեն կին նոր հասկծա ես, ծխել և ծխել մեջ 5 ժամի տարբեր։ 5 ժամի համար չի արժի, ամեն վայրի եմ ծխախոտ եմ էջես։ Ուրեմն չեմ կարծել, ոչ համոզված եմ, որ մկրտության ծեսը իր մահի հետ կապ չունի։ Անա, ինչ է։ Լավ։ Նահատակները այլոն մկրտված են, այո, շատ ճիշտ է, մկրտված չէ, բայց հավատքի համար է զոր։ 20 պատերազմը հավատքի չէ դեն։ Այլի համար է, բայց հա ոչ թե բայց եթե մուսուլմաններ չեն իսպանել, չէ։ Եթե սեր աշհադու ան լա իլահա իլլալլահ վա աշհադու աննա Մուհամմեդան ռասուլուլլահ չեն իսպանել։ Որտե՞ղ զոհողը հավատ չունի։ Հավատ չունի։ Եթե կանցամ հավատչումա, քո բաբենական կամ մամենական ընտանիքն է, ես չեմ ճշտարել։ Եթե իրապես աթեիստ էր ողորմածը, անանեն Աստծո ողորմության դմնա։ Բայց եք իրապես հավատացյալ է, համոզված է, որ իր կացել է, որ քրիստոնյա Հայաստանը պաշտպանել է։ Չէ, ուղղակի տենց հեռու, քանոնից հեռու հավատից հեռու։ Ես բան պատմեմ իմ կյանքից էլ, եթե այս երկու հոգով էր տղայիս խումբը, ոնց է կոչում, մարդիկ են շատ կոչում։ Այս երկու հոգի են, ես օր ու գիշեր եւ ինձ շատ մարդիկ կան աղոթում էին։ Մի երեխան վարդացել էր եւ ինքը մարդկային վախով առանձնացել էր, հենց այդ մի հոգին էր զոհվել։ Իսկ մնացած 11-ը կռվեցին եւ փրկվեցին։ Բայց բոլորի համար էին աղոթում, մի հոգի վախը չէի նկատում։ Իսկապես չեմ կարա աղոթքը ուղղակի կավեր մարդու ասաշխարի մեջ ապահովության չես կարա։ Ոչ ամեն մարդ, այն մարդ կսեսա քրիստոնյա Հիսուս ես չնա ասաշխարի ուրախ աղոթություն բերել։ Այդ պատերազմ եւ ուրեմն ասված մեր պարբանյա դասավանդացած ժողովուրդը Հովանյակ սուրբ եւ պատվական խաշի վտկովի խաղաղության քրգյա երևելի եւ հանրավույթ ճշնամյաց արժանավորյա գողության փառավորելս կեզնվոր եւ ծփոփույթ այժմ եւ միշտ Վավիդյան Սավիդենից ամեն որտյակ երերուկ շանս փոխվի երթակ խաղաղությամբ եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցի ընկվեզ ընտանելեսյանս ամեն բարիք շեր ես շնորհակալ եմ Քաչուրեք շապտի դրեց կանցնի